Սուրբ Գրիգոր Տաթևացին 14-15-րդ դարում վերցրեց ամբողջ հայ հոգևոր երգեցողությունը, սրբագրեց։ Հիմիկվա շարականը, որ մենք երգում ենք, շարական, այսինքն բոլոր շարականների ժողովածուն է կոչվում շարական կամ շարակնոց։ Սուրբ Գրիգոր Տաթևացու սրբագրածն է։ Մինչև Սուրբ Գրիգոր Տաթևացի, ցավոք սրտի, մենք ունեցել ենք հայրապետներ, որոնք կաթոլիկ ազդեցություն են ունեցել։ Այսինքն շարականների, գիտեք, չէ, շարականները լուրջ աստվածաբանություն ունեն։ Կան դավանաբանական շարականներ, կան սրբախոսական շարականներ, որ սուրբերի վարքերին կան Քրիստոսի աստվածության եւ տարբեր տեսակի բովանդակությամբ շարականներ կան։ Եվ այդ բոլոր օտարամուտ շարականները Սուրբ Գրիգոր Տաթևացին վերցրեց մաքրեց։ Հիմա մեր շարակնոցը, որ գրեթե 2000 շարականներ կան, Տաթևացու սրբագրածն է։ Դրանից դուրս ոչ մի շարական մենք այլևս չենք գրել։ Այս վերջերս մենակ Եղեռնի նահատակների շարականներն հավատացավ, էլի մեր եպիսկոպոսներից մեկն է գրել, Զարե եպիսկոպոսը։ Նրանցից դուրս մենք շարական այլևս չունենք։ Հիմա շարականների մոտեցումը ինչպիսին է։ Շարականները գրված են հստակ 8 ձայն եղանակների եւ 2 ստեղների վրա։ Մոտավորապես ասեմ ինչ է դա նշանակում։ 8 լադերի եւ 2 ընդհանուր մոտեցում ունեն, հա։ Շարականները ձայն եղանակի իմաստանով, ձայնի, մեղեդայնության իմաստով այդ շրջանակներից չպետք է դուրս գան։ Եվ դա շատ ճիշտ է եւ շատ գեղեցիկ է։ Ինչու՞։ Որտեւ ոչ միայն բառերն են կարևոր, որ աստվածաբանական հիմքի վրա գրված լինեն, Սուրբ Գրքի եւ եկեղեցու Սուրբ հայրերի կանոնների համաձայն լինեն, այլ նաեւ մեղեդին ինքը պետք է հոգեվոր պետք է լինի, հոգեպարար պետք է լինի, աշխարհիկ զգացմունքային չպետք է լինի։ Շարականի օրինակ պատարագի տակ դուք կարող եք ապարել։ Պատարագը լսել ու ապարել, չէ՞։ Բայց աղանդավորները այդ երգերի տակ ապարում են, ծափ են տալի, նվագում են, վել։ Հա, այդ եղավ հոգևոր երգ։ Այդ լրիվ աշխարհիկ համերգ եղավ։ Որտի հստակ զանազանում ունի հոգևոր երգի, հոգևոր շարականի մեղեդու եւ բովանդակության մեջ։ Մենք այդ եղանակի տակ պետք է խաղաղվենք, ընդհակառակը մեր զգացմունքները պետք է հանդարտվեն։ Երբեմն ասում են մի շարական չկա, տանենք մեռելատուն դնենք, մարդիկ լսեն, լացեն, հա։ Ոնց որ շարականը դառնում է մեռելատան երգ, էլի, լավ իմաստով։ Հա, մեզնից գալիս են շարականները, վերցնում, ասում են տանենք, մարդիկ նստեն, լսեն։ Հոգևոր երգը այսպեսին է, ինքը հոգին կենթանացնում է, հոգեպարար է եւ զգացմունքները եւ այս չափանաշի տեսանկյունից հիմիկվա հատկապես աղանդավորների երգերը, երբ որ դու լսում ես, տեսնում ես ինչքան հեռու են իրական մակարդակից, թե բառերն են շատ պրիմիտիվ եւ ոնց ասեմ, լսելու չի, երբ որ դու առավոտ լուսո արեգակն արդար, արիս լույս ծակյա, բխումնի հորե, բխյայ հոգուս, բանքեզի աճույս, սայլնանի ջաներ, իլերնեն, նոր ծաղիկ, այս բառերը նայում ես շնորհալի, նարեկացի, ասում ես լավ, այս ազգը, այս շարական, այս սքանչելիքը ստեղծածը ոնց կարա այդ աղբը ընդունի, ոնց կարա նա լսի, ցավ ես ապրում, որ մենք ինչքան ենք ընկել, ոչնչացել ենք մենք, դու չգիտեմ, մենք շատ ենք ընկել, որ էդի մեզ դուր է գալի, ուրեմն մենք նարեկացի էլ չենք սիրում, հələ դու մեղեդին նայիր, աշխարհում մեկ չկա տենց մեղեդի, նարեկացու մեղեդայնությունը, գեղեցկությունը, ինքը գանձեր, նարեկացին, գիտես չէ, ժամանակի նարեկացին երբ որ ստեղծում էր այդ բոլորը, շարականներից մի քիչ ինքնուրույն ստեղծագործ, բայց էլի հոգևորի մեջ էր։ Անգամ նարեկացուն ժամանակին չէին հասկանում, բայց նարեկացին այնքան բարձրամակարդակ էր, կամ Կոմետասին ժամանակին չէին հասկանում, բայց Կոմետասն էլ դրեց ինքը հստակ սահման դրեց հոգևորի եւ ժողովրդականի։ Երբեք չի շփոթել Կոմետասը։
Սա ժողովրդական ազգային երգեր են խաղերի բարերը, որոնք այնքան գեղեցիկ են, այնքան հոգևոր են։ Երևի մեծ ազգային ժողովրդական երգերը ավելի հոգևոր են, քան թե այսօրվա աղանդավորների հոգևոր երգերը։ Ավելի հոգևոր, մեր ազգային բարերը նայել։ Ամբողջ հոգևորվածությունը, բայց դա աշխարհիկ երգ է։ Ազգային բարը, որ հոգևոր է, գիտես, շատ դա հոգևոր է մերը։ Ամեն ինչ հոգևոր է, գեղեցիկ է, խորն է։ Շարականը ուրիշ է, լրիվ ուրիշ ոլորտ է, հոգևոր երգը ինքը ուրիշ պետք է լինի։ Թե իր բովանդակությամբ եւ թե իր մեղեդայնությամբ մենք էս պետք է պահենք, էս մեր հայրերն են, ատամներով պետք է պահենք։ Մի սանտիմետր չպետք է թողնենք։ Պետք է կրենք, փոխանցենք եւ պահպանենք։ Եթե մենք չպահենք գայլով, պետք է